Հայ ազգային կոնգրեսի կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչ «Հայկական ժամանակ» պարբերականի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի խոսքով մինչև այս տարեվերջ տեղի կունենան արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ։ Նման համոզմունք Փաշինյանը հայտնեց այսօր լրագրողների հետ հանդիպմանը։ Հայտնի է նաև, որ իշխանական կոալիցիա ՀԱԿ արդեն երկրորդ հանդիպման արդյունքում համաձայնեցվեց երկխոսության օրակարգը։ Կամ տեղի ունենում արտահերթ ընտրություններ երկխոսության միջոցով, այսինքն արտահերթ ընտրությունների համաձայնությունը ձեռք է բերվում երկխոսության միջոցով, կամ արտահերթ ընտրություններ տեղի են ունենում համաժողովրդական ճնշման ներքո։ Միևնույն ժամանակ Փաշինյանն անդրադարձավ այն հարցին, թե ինչ է անելու ՀԱԿ-ը, եթե նշված ժամկետներում արտահերթ ընտրություններ տեղի չունենան։ Ընտրությունները, արտահերթ ընտրությունները ոչ թե նպատակ են, այլ միջոց։ Միջոց Հայաստանում վերականգնելու օրինական իշխանությունը։ Եթե ենթադրենք սեպտեմբերին կամ հոկտեմբերին մեզ չի հաջողվում Հայաստանում հաստատել օրինական լեգիտիմ իշխանություն, այդ նպատակը դադարում է նպատակ լինելուց, իհարկե չէ։ Մենք ասում ենք, որ մենք պայքարելու ենք հանուն այդ նպատակի, հանուն ժողովրդի կողմից լիազորված իշխանության ձևավորման պայքարելու ենք մինչև վերջ։ Մինչև վերջ չի նշանակում մինչև սեպտեմբերի վերջ կամ հոկտեմբերի վերջ կամ որևէ ամսի վերջ։ Մինչև վերջ նշանակում է մինչև նպատակը իրագործել։